ժամանակը պիտի փրկես իժուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մանկուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի առավոտ սիրելի բարեկամներ, սիրելի քուրեր, եղբայրներ, շնորհակալ ենք, որ միացաք եւ այսօր հրաշալի օրը եւ շարունակում ենք մեր եթերը, մեր սիրելի Կարեն Պապյան եղբայրի հետ։ Կարեն ջան, շնորհակալ եմ եկար, այսօր միասին ենք լինելու։ Ես շնորհակալ, որ հրավիրեցիր։ Հարտիրոջը։ Միշտ քո թեմաները շատ հետաքրքիր տեսանկյունից դիտարկվում է եւ մեծ օրհնություն ա եղել այսօր ի ուրախություն քույրերի հատուկ թեմա է ընտրել մեր Կարեն եղբայրը սամարացի կնոջ մասին եւ փորձել ենք կնոջ դերը այսպես ասած հոգեվոր իրականության մեջ ավելի հասկանալ, պատկերացնել, ինչ որ կարծրատիպեր, հա, ասեցիր կոտրվել, ընդհանրապես երբեմն կա այդպիսի բան, որ չենք պատկերացնում, որ կինը կարող է մեծ դեր խաղալ, այսպես ասած, հոգևոր իրականության մեջ եւ լինել հերոս, հա? Ինչ կասես նախաբան սրա մասին։ Մարկած հիշողության մեջ դաջված է Եվայի կերպարը։ Հա, ախ այդ Եվան այդ ինչ արեց, չէ՞։ Եվայի ես լսել եմ այդ Եվայի ցերը։ Դրա համար բոլորը միշտ բացասական երանգով են հիշում, բոլորը ասելով ում նկատի ունեմ, տղամարդկանց, որտեղ երկու բանակների է միշտ բաժանված լինում, մոռանալով, որ տղամարդը իր դերում չէր եղել, երբ որ Եվան այդ քայլը արել էր, ինչ որ է, միշտ կա այդպիսի վաղ, որ մենք ընկնում ենք ծուղակը սատանայի, երբ որ բաժանություն ենք դնում մեր եւ կանանց միջև այն դեպքում, որ Տեր ասեց նրանք մեկ մարմին լինեն, հա, երկուսը մեկ մարմին, այսինքն անկախտելի մենք միացություն ենք, այն դեպքում, որ անդադար սատանան առաջ է տանում, որ տարբեր պատճառներ հիշենք, հիշողությունների գիրկը անցնենք ու անցյալից բերենք այնպիսի օրինակներ, որ հա, վատ օրինակներ, մենք իրար հետ անելիք չունենք, մենք իրար հետ կապ չունենք, մենք ուղղակի իրար հետ հիմա ապրում ենք, որովհետև իրավիճակն է դրդում, դե կարծես թե իրար հետ ինչ-որ մի հարցում համաձայնության եք եկել, ժամանակավոր հրադադար է, դե հիմա ինչ արած, բայց իրար հետ կարծես թե աչքով աչք չունենք, եւ այդ հակամարտությունը տարբեր ուղղությունների է մարդկանց գցում տարբեր ուղղությունները շփորտում, որը վտանգավոր է հենց մարդու համար։ Ինքն էլ չի հասկանում, թե կանանց համար էլ է վտանգավոր, թե տղամարդկանց համար, որովհետև կանայք ընկնում են այլ ծայրահեղություն, ֆեմինիզմ, տղամարդիկ էլ ընկնում են այն ծայրահեղություն, որ մոռանում են, որ իրենց մայրերն են աշխարհ բերել։ Հա, ասենց ինչ որ շնորհակալվի տարբերակն է։ Այսինքն այս թեման մեզ բերելու է այն գիտակցության բալանսավորված, այսպես ասած, ընթացք, կյանք, ճիշտ վերաբերմունք, ճիշտ պատկերացում, հա, եւ ինչ որտեղ, այո, եւ չնայած ես այս թեմայի մեջ մի քանի հետաքրքիր գաղափարներ եմ ուզում կոտրել, որ ընդհանրապես ով է հենց սամարացի կինը, չմոռանանք, որ Հովհաննեսը յուրահատուկ ձևով մի քանի կանանց մասին ներկայացնում է, դա 4-րդ գլխում Հովհաննեսի հետ կապված, 2-րդ գլխում ճիշտ է Հիսուսի մայրն էր, մենք եթե Աստված առաջ մենք ունենանք հնարավորություն եւ քննարկելու եւ 2-րդ գլուխը այդպիսի միտք է եկել, որ եւ 8-րդ գլուխը եւ 11-րդ գլուխը, այսինքն բոլոր այն հատվածները, որոնք կանանց հետ է կապված,
Հովանեսը յուրահատուկ ձևով դրանք գրի առել, այսինքն Սուրբ Հոգին ասել է դրանք պետք են մարդկությանը։ Պետքա գրվի։ Պետքա գրվի, բայց սամարացի կնոջ մասն էլ պետքա գրվի։ Այո, եւ սարսափելին ինչու՞մ է կայանում Աբրահամ, որ 4-րդ գլխում, հենց կամ 8-րդ գլխում այնպիսի նյութեր կա, որոնք մինչ օրս խալա մեկնաբանվում։ Եվ ես որպես աստվածաբան, հա, իմ առաջի պարկն եմ միշտ համարում որպես նոր կտակարան, 5 կտակարանի դասախոս վերլուծել, թե ինչ է գրված եւ կոտրել ամեն մի սխալ միտքը, որը ձևավորվել է, որ սամարացի կնոջը այդպես նայենք։ Դրա համար այդ բոլոր կարծրատիպերը, երբ որ կոտրում ենք եւ Աստծո խոսքը sense մաքրեմաքուր ենք տեսնում, ավելի հեշտ է լինում կյանքը սիրել։ Իսկ ես սիրում եմ կյանքը սիրել, ուզում եմ։ Շատ լավ, մի երկից հետո մենք ուրեմն միջև երկը ավարտվի, գոնե մի քանի օք էլ կմիանան մեզ, եւ առավել եւս միջև երկը ավարտվի, գոնե ովքեր որ միացել են սիրով ամենայն սիրով կկիսվեն այս եթեր իրենց ընկերների հետ, իսկ մենք շարունակենք մեր եթերը այս երկնել մեզ համար որպես օրհնություն իմ Հիսուսը այդպես է կոչվում վերնագիրը Մարիամ Հակոբյան քրոջ կատարմամբ։ Թուլացրել է քո մարմինը ուսերին քո ծանր բերը պայքարից արդեն հոգնել ես իմ տիրոջ մասին պատմեմ քեզ քո սրտում դատարկություն է մենություն ամայություն է չես գտնում բժշկություն է Հիսուսի մասին պատմեմ քեզ ես կհարթի ճամփա երբ չկա լույս զորությամբ իր կտակ Եսուս մեղավոր ես թե Քեզ իմ տիրոջ մասին պատմեմ քեզ սերը էությամբ զորություն է մեծ գիտեմ հաստատ կփրկի նա քեզ այնպես ինչպես ինձ մահից փրկեց իմ տիրոջ մասին պատմեմ քեզ թող իմ Հիսուսը քեզ օգնի հալելույա Կոտրված սիրտը կբուժի անցյալի թողած ցավից ես իմ տիրոջ մասին պատմեմ քեզ խավարը լույս կդարձնի եւ չարիքը քեզ բարի չի թողնի ոչ մի կարիք ես Հիսուսի մասին պատմեմ քեզ կհարթի ճամփա երբ չկա լույս զորությամբ իր կտակ Եսուս մեղավոր ես թե կների նա քեզ իմ տիրոջ մասին պատմեմ քեզ սերը էությամբ զորություն է մեծ գիտեմ հաստատ կփրկի նա քեզ այնպես ինչպես ինձ մահից փրկեց Հիսուսի մասին պատմեմ քեզ թող իմ Հիսուսը քեզ օգնի խաչը ով ներեց անթիվ մեղքերը ում համար է թանկ իմ կյանքը Հիսուսի մասին պատմեմ քեզ ես կհարթի ճամփա երբ չկա լույս զորությամբ իր կտակ Եսուս մեղավոր ես թե կների նա քեզ իմ տիրոջ մասին պատմեմ քեզ սերը էությամբ զորություն է Գիտեմ հաստատ կփրկի նա քեզ այնպես ինչպես ինձ մահից փրկեց Հիսուսի մասին պատմեմ քեզ թող իմ Հիսուսը քեզ օգնի հալելույա 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 թող իմ Հիսուսը քեզ օգնի հալելույա
խորհրդանշականն է նոր երկի ընթացքում հիշեցի այդ դրվագը երբ որ աշակերտները թաքնված էին Հիսուսի խաչելությունից հետո եւ թաքուն ինչ որ հավաքվել էին Մարիամը բացահայտ գնաց գերեզման չվախենալով ոչ մի բանից եւ զարմանալիորեն առաջինը եղավ հանդիպող մեկը հարուցյալ Քրիստոսի հետ հենց կինը Մարիամը վաու դետակսկիրա դասում ենք ես Կարեն ջան Նախ պետք է հիշեցնեմ սիրելի բարեկամներ որ ինչպես այսօր շատ ցածր է տարբեր երկրերում կանանց դերը, սոցիալական դերը, այդպես է ցածր դասի պատկանող դեպս գաղափար։ Այդպես էր եւ այն ժամանակ ոչ միայն կինը, որտեղ այլ եւ սամարացին Առավել եւս սամարացին։ Նախ կուզեի հիշեցնել, որ սամարացիների հետ կապված հստակ նրանք պատկերացում ունեին, վերցնենք, երբ որ ինչ որ մեկին ուզում էին ինչ որ մի բանում նվաստացնել, մենք Հովհաննես 8-րդ գլխում կարդում ենք, որ ասում է մենք քեզ համար լավ ասեցինք, թե դու սամարացես 48 համարը, թե դու սամարացի ես եւ դև ունես։ Հովհաննես 8-րդ գլուխ, հա, այսինքն սա սամարացիների հետ կապված շատ լուրջ կարծրատիպ է։ Խառնուրդ էին նրանք, չէ՞, ասենք մաքուր հրյա չէին։ Ընդհանրապես իրենք կարելի է համարձակասել, որ հրյա չէին։ Նրանք այլ ազգերից են, դրա մասին մենք կարդում ենք 4-րդ թագավորաց գրքում, 4-րդ թագավորաց 17-րդ գլխում, որ նրանք ընդհանրապես այլ ազգ էին, այնտեղ թվարկվում է 6 ազգեր, եթե հիշողությունս չի դավաճանը, որտեղից եկան բաբելոնացիներ եւ այլն։ Բայց ես հիմա սամարացիների ամբողջ կեսաբանությունը չեմ ուզում ներկայացնել, դա այդքան կարևոր չէ, բայց որ սամարացիներին չէին ընդունում, դա փաստ է։ Երկրորդը, որ կնոջ դերը շատ ցածր էր, այսինքն այդ ժամանակահատվածում Հրեաստանում հատկապես, հա, սա փաստ է, որ կինը ցածր արժեք ուներ այնքանով, որ վերցնենք տաճարում երկրպագության ժամանակ հստակ տաճարը երկրպագության այդ վայրը բաժանված էր մի քանի մասի, որոնք բոլորը փաստում են, այսինքն տղամարդկանց առանձին էր, կնոջը յուրահատուկ ձևով առանձին էր։ Սա ցավալի է, բայց դա փաստ է։ Այսինքն կինը արժեք չուներ։ Չէ, բոլորը ասում են։ Բայց դա օրենք է, որ Աստված դրել էր, թե իրանք են այդ մարդկային հասկացան։ Այսինքն չէ, այդպիսի օրենք չկար, որ կինը ցածր պետք է լիներ։ Աստված, երբ որ մարդուն ստեղծում է, կնոջը մեծ դեր է տալիս։ Այդ դերը իր պատկերով լինելն է։ Չէ, կարող են մարդիկ ասել, դե Ադամն էր, ինչպես Պողոսն ասել, գլուխը որպես որպես Աստծո փառքը, բայց կինն էլ էր, չէ, նրանց ընդհանուր ստեղծեց։ Եվ հիմա, երբ որ մենք գալիս ենք Հովհաննես 4-րդ գլխին, ինչ ենք տեսնում։ Իսրայելի ժողովրդի մեջ աշակերտները, որ ընտրվել էին, ինչ որ յուրահատուկը չէին, որ նրանք կարծրատիպեր չունեին։ Նրանք էլ էին շատ խիստ պահպանողական, ահա որ պահպանողական եւ աչքով աչք չունեին կանանց հետ։ Կներես, եթե չեմ սխալվում, այսպեսի շնորհակալական աղոթների մեջ այսպեսի աղոթք ունեին հրյա տղամարդիկ։ Որ կին։ Չէ, շնորհակալ եմ, որ ես կին չեմ։ Այո։ Չէ, կատը, Եվ այո, կա իսիվան որ կին չեն։ Հիմա թեև Հիսուսը այդ կարծրատիպը կոտրում էր եւ ինչն է հետաքրքիր աշակերտների հետ քայլում են եւ կանայք Ղուկասի 8-րդ գլխում գրված որ կան քույրերն էին գործ առաքելոցի մեջ էլ հա դա բացառիկ բան է որ Աստված այնպես արա որ սկսավ կոտրել որ քույրերը
իրենց ուրույն տեղը ունեն։ Եվ երբ վերադառնանք բարի սամարացու հետ կապված, բարի սամարացիներողություն, Սամարացի կնոջ, եւ ինչն է հետաքրքիր, ես ինչքան ուսումնասիրել եմ, հնարավորությունս ինչքան ներել եմ, եւ ինչքան հնարավորությունս ներել է կարդացել եմ տարբեր գրքեր, բոլորը հետաքրքիր ձևով մեկնաբանում են, թե ով էր Սամարացի կինը։ Կուզեի իմանալ, Աբրահամ, ինչ ես կարծում, ով էր Սամարացի կինը։ Կոնկրետ այդ անձնավորության մասին։ Դե ըստ մեկնաբանությունների ասում են, որ վարքից թույլ է եղել այդ իմաստով, ավել բան չգիտեմ։ Ըստ մեկնաբանությունների, ես կուզեի հարց տալ, Աբրահամ։ Ինձ բարդ հարցեր մի տուր, կամ չկա, խայտարակ չեն։ Չէ, խայտարակ։ Նայ, մենք չենք պայմանավորվել, չէ՞։ Ոչ մի բան։ Որ ասում եմ չենք պայմանավորվել, բայց դու ասա որը ինձ պետք էր։ Ինչի, որտեվ իսկապես այդպես է մեկնաբանում մարդիկ, որ նա վարքից թույլ էր։ Երկրորդ դե ըստ Հիսուսի ասում է, այս 5-րդն է քոնը չի։ Մի րոպե, մի շտապիր։ Այն որ քոնը չի, դա դեռ չի նշանակում, որ նա վարքից թույլ էր։ Որտեղ կա գրված, որ Հիսուսը նրան հանդիմանում է մեղքի մեջ, որ նրան մտածելու առիթ է ստալու, որ նրան ասում է դու անբարոյական ես, որտեղ է գրված, որ նա ինչ որ անբարոյականությամբ էր զբաղվում, ոչ մի տեղ։ Չէ, ես համարձակ եմ այդ ասում։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում մի ահավոր երևույթ, որ մենք հիմա մի քիչ կամաց բայց կներես, էլի, բայց այդ բանի մեջ է, ասենք, տես ես գտա այդ համարը միշտ դու խոսում ես, որովհետև դու 5 մարդ ես ունեցել եւ նա որ հիմա ունես, քո մարդը չէ, դա ինչ է խոս, դրա ինչի մասն է խոսում։ Ես հիմա դրան կամ դառնամ։ Ինչի մասն է խոսում։ Նախ կուզեի մի բան հասկանանք, որ աշակերտներին ուղարկում է իրան հերո, ասում գնացեք դուք հասպեր, ինքը որոշում է մնալ։ Ինքը որոշում է չխանգարեք, գնացեք։ Եվ հատուկ գրված է, որ նա պետք էր անցներ Սամարիայի միջով, գրված է 4-րդ համարում, եւ նա եկավ նստած, եւ բոլորս դա լավ հասկանում ենք։ Եվ չգիտես ինչու, մենք բոլորս ընդունում ենք, որ Սամարացի կինը կարիք ուներ։ Հատուկ նպատակով էր կարծես թե։ Սամարացի կինը կարիք ուներ եւ այդ կարիքի համար Տեր Հիսուսը որոշել է նրա հետ հանդիպել։ Այո, ամեն կարիք ուներ, բայց չգիտես ինչու մենք ունենք հետաքրքիր մոտեցում, որ շատ անգամ մենք ինչ ենք այդ ձև ասեմ։ Շատ անգամ աղոթք ենք անում ու հատուկ շեշտում ենք, մենք մեղավորներ ենք։ Չէ, ես չեմ ուզում ասեմ ես անմեղ եմ։ Ճիշտ հասկանանք։ Ես կուզեի իմանալ, երբ որ այդ խոսքը ասում ենք, հստակ մենք ինչ-որ մեղք նկատի ունենք, թե ուղղակի խոսքը։ Ինչ նկատի ունես ասելով մեղավոր ենք։ Ընդունակ ենք մեղք գործելու։ Այո, ընդունակ ենք մեղք գործելու, թե մենք ասում ենք, որ օրինակ Տեր Աստված 3 մենք տղաներով Լևի են գնացել, այնտեղ էլ էս ինչն ենք արել, արբեցողությամբ ենք զբաղվել, ինչ նկատ ունենք, երբ որ ասում ենք մեղավորներ։ Ինչի եմ ասում, որտեղ այդ կտրվածքը շատ անգամ բառեր գոյություն ունեն, պարազիտ բառեր, որոնք մենք շատ ենք սիրում օգտագործել։ Անպիտան բառեր, որոնք շատ ենք սիրում ասել, մենք մեղավորներ ենք։ Մի րոպե։ Հիմա այդ Սամարացի կնոջ հետ կապված, ինչի որոշեցինք, ինչ որ ձևով պատկեր տալ, որ ինքը Սամարացի է, դև ունի, դա իրանք ընդունում են եւ անպայման պետք է նա անբարոյական լինի։ Եթե կինը օգնության է գնացել, Հիսուսը ուրեմն պետք է մեղավոր լինի։ Իսկ ոչ մեղավորին Հիսուսը չէր գնում օգնելու։ Բայց ոչ մեղավոր կա, որ մի րոպե, 9-րդ գլխում մենք տեսնում ենք, որ գնում է կույրին օգնելու։
աշակերտների մոտ էլ էր այդպիսի սխեմա աշխատում։ Եթե մեկը խնդիր ունի, կարիք ունի, ուրեմն մեղավոր է։ Անես գիտական։ Մենք արդեն այս պատկեր ունենք հստակ։ Ճիշտ է, մարդու ունի տենց բան։ Ուրեմն կամ ինքն է արել, կամ իր ծնողները։ Երբեմն հիվանդին եղել է այցելելուց ասում են Դու հատ ասայդ ինչ մեղքես գործ որ հիվանդացել ես։ Այսինքն մենք հիմա այդպես է սամարացը կնուշն եք միանգամից նայեմ հաստատ տակը կեղտոտ է ինչ որոշակ որ տակը կեղտոտ է չէ ամեղ չկա մեկն էլ չկա բոլոր մարդիկ Տեր Հիսուսի արյան շնորհով փրկվելու իրավունք ունեն որտեվ առանց դրա չի լինի, որտեվ ոչ մեկը չկա, որ ասենք ամեղ են։ Ես հասկացա քեզ, դու ուզում ես ասես, որ մենք որպես քրիստոնյաներ, վերստին ծնվածներ պետք է փորձենք հակում ունենանք ավելի լավատես լինելու, քան վատատես, այդ իմաստով։ Դա բնույթն է Աստծո։ Հիսուսն էլ էր այդպես վերաբերվում։ Վերցնեք շատ անգամ մարդիկ, օրինակ, մի քիչ շեղվելով հիշեցնեմ այդպիսի հետաքրքիր վիճակ։ Մեկ էլ ինչ որ դեպքեր է տեղի ունենում, սխալ արարքներ են կատարած լինում, սկսում են արդարանալ, դե հիմա այդպես Աստված չի ասել, որ վերջի ժամանակներում մեղավորներ, էս կոմենկո, մի րոպե, Աստված ասել է վերջի ժամանակները պետք է բոլորը մարգարեանան իրավներ տեսնեն։ Շատ կարևոր բան է ասում։ Հարցածակում ինչի չեք ավելի շատ մարգարեանում, քան թե մեղանչում։ Չէ, ասենց աղոթքել կա, չի ասում Տեր ջան, երբ ես գալու ես չար, խավար ես, սատանայական աշխարհից մեզ տանես, հա, տենց ինչ-որ։ Հա, ընդունում եմ։ Բայց դու կանչված ես լավատես լինելու, ոչ թե վատատես։ Հիմա այս կնոջ հետ կապված մարդիկս միջև օրս մենք նայում ենք, որ նա փչացածի մեկն էր։ Եվ մենք վերցնում ենք այն խոսքը, որ Տեր Հիսուսը ասաց. գնա կանչիր քո մարդուն, նա ասաց ես մարդ չունեմ, ասաց որտեվ Հիսուս ասաց, լավ ասացի թե մարդ չունեմ, որտեվ դու 5 մարդ ես ունեցել եւ նա որ հիմա ունես քո մարդը չէ։ Մի հարց Կարող նշանվել է այդ մինը։ Այո, պրես։ Մի մարդ, երբ որ մեկը կներեք, սիրելի բարեկամներ, հազար ներողություն, որ օրենքի համաձայն է, երբ որ մեկը կանգնած է հասարակած վայրում, հայցև ասենք, երևանցիները լավ պատկերացում կունենան, որ շատ են լսում, հա տեցիկ ռոք կլինի, որ ամբարյականության ինչ-որ օջախներ կա, որ ասում է, անկախ ամենից գնում ես, տեսնում ես ճամպին արդեն կանգնած են, օրը ցերեկով, ոչ ցերեկով, բոլորը այնտեղ կանգնած են, հա, ամեն ինչ անում ես, որ աչքդ հեռու մնա ինչի, որտեղ տհաճ է իրանց պատկերը, և նրանք կարող են հստակ ասել, որ քանի մարդ են ունեցել, Չէ, ինչի եմ ասում, և այն մարդիկ, որ իրենք ունեցել են, դա չեն համարվել նրանց մարդիկ։ Այստեղ օգտագործված բառը մարդ ես ունեցել, դա նշանակում է, որ ինքը ամուսնացած է եղել։ 5 անգամ։ 5 անգամ։ Բայց ոնց է հասցրել։ Սա ուրիշ հարց է։ Հիմա հարց եմ տալիս։ Այսօր կան մարդիկ, որոնք մի քանի անգամ ամուսնացած են եղել։ Կան, այո։ Ես չեմ ուզում հիմա ուրիշ բան ասել, քան կարևոր է այստեղ օգտագործված տերմինաբանությունը, ինչքան չլինի հունարեն լեզվի դասախոսը։ Վստահաբար ասում եմ սիրելի բարեկամներ, խոսքը գնում է օրինական ամուսիններ լինելու։ Այլապես Տերը կասեր շնացել ես օրինակ։ Այո, շնացող ես։ Եվ հիմա երբ որ ասում է գնա կանչի, չի ասում հասարակած տանը այն որ հարաբերություն ես ունեցել դրան գնա կանչիր, չէ, նա ամուսին չի կարա կոչվի, եթե մեկի հետ վերջի անգամ հարաբերվել է։ Սա հստակ ասում է, որ մարդը տա գնա կանչիր։ Դու հիմա այս բանով փորձում ես արդարացնես այս երևույթը, լավ իմաստով եմ ասում, չեմ ոչ թե ընդդիմանում եմ, այլ դու ոնց ասած լավատեսորեն ես մոտենում եւ հասկանում ես գտնում ես որ այդպես է
Ես կուզեի հիշեցնել ոչ թե իմ լավատեսությունն եմ ես ներմուծում այստեղ, այլ այնտեղ ինչ որ կա գրված, ես ուղղակի բարձրացնում եմ եզրակացությունը, որ բարեկամներ, ով է մեզ իրավունք տվել, վերլուծել այնպես, որ օրինական նրա մարկանց ունենալը համարեք, որ նա անօրենությունա գործը որ ունեցել է օրենքի համաձայն մարդը կարող էր ունենալ մի քանի անգամ ամուսնանալ կար հստակ ձև դա գրված է երկրորդ օրինաց 24 գլուխ լավ բան չի որ մարդը բաժանվում է բայց եթե ունեցել է այդպիսի դժբախտություն որ նա բաժանվել է բայց հարց առաջանում ուրեմն նա ինչ որ կարևոր հատկություններ ունեցել որ նորից ուզել են նրա հետ ամուսնանան շատ անգամ ինձ դուր է գալի քո մեկնությունը անկեղծ ասած ես հիմա ուրիշ աշկով եմ նայում այս ամեն ինչին նայ Աբրահամի եղբայր ես շատ անգամ այդ հարցերը որ բարձրացնում եմ ուղղակի որպես վերլուծող աստվածաբան ես ուզում եմ մարդկանց մոտ այդ կարծրատիպը վերանա որ մենք երկար հարյուրամյակներ հազարամյակներ բացում ես կարդում ես ով է սամարացի գիրը բեկել ինչ ասես որ չեն գրում որտեղ է գրած սիրելի բարեկամներ ոչ միտեղ չկա գրված որ նա անբարոյական է կանա եղբայր բայց արի մի բան էլ դիտարկենք որ այս կնոջ կյանքը ձախողված տեսակ կյանքը ոչ թե մենք ստեղ բացահայտում ենք որ ինքը շնացող տեսակ էր այլ ինչ որ ձախողումների մի շարան ես հենց ես եմ ուզում որը կարևոր բան է շատ ճիշտ ես նկատում նա ձախողված կին էր դժբախտ կին էր բայց եւ նույն ժամանակ այնքան հետաքրքիր արժեքավոր էական է եղել որ նրան ուզել են հաուզ առնեն նրան ուզել են նրա հետ ամուսնանան մի օրինակ եմ կարդում ճիշտ է բաժանությունը մեղքի արդյունքով է քարասրտության հետ կապված է երկրորդ օրինաց 24-րդ գլխում գրված է երբ որ մեկը մի կին է առնում նրա այրը դառնում է լինի որ նրա վրա մի անարգության բան գտե իր աչքին հաջող չլինի այն ժամանակ թող արձակման թուղթ գրե ու տա շատ անգամ սա մեկնաբանվում է պոռնկություն շատ անգամ դա մեկնաբանում է շնություն իբր թե գտել են հիշեցնում եմ շնության համար քարկոծում են գլխին սարքում է բաժանվում է այդ ձև ասած չէ շնության համար քարկոծում էին սա մեկ սա պոռնկություն չի պոռնկության բանը այդ ձևա թարգմանվում բայց պոռնկություն չի ստեղ մերկության բանը բառացի եբրայերենում Էրվա դավար բառը նշանակում է մերկության բան Հիսուսն էլ դա օգտագործում է վերցնենք Մատթեոս 5-րդ գլխում 20 չէ 31 համարն այդ վերջը այս համարներում երբ որ ինքը ասում է Էրվա դավարի համար կարող են բաժանվել հունարենով թարգմանվել է լոգոս պորնիոս կապակցությունը հա շատերն մտածում են նույնիսկ սինոդալնի թարգմանությունը շնություն չէ այնտեղ պոռնկություն հասկացողությունը չի մերկությունը դեռ չի նշանակում պարտադիր պոռնկություն որովհետև 23-րդ գլխում երբ որ տալիս է Աստված ասում է ես ձեր բանակում պետք է միշտ մաքրություն տեսնեմ հանկարծ հարկավորության համար բանակը չկեղտոտես միշտ բահ ունենաս քո հետ երասխապության ժամանակ դու միշտ լվացվես ու հետո ասում է որ ես ման գամ քո մոտ էրվար դավար չտեսնեմ տղամարդիկ էրվար դավար ունեին այսինքն մերկության չէ պոռնկություն ունեին չէ դա պոռնկություն չի երբ որ կեղտոտել ես չես փակել դա կոչվում է պոռնկության բան շատերը չեն ուսումնասիրում ցավոք դրա համար էլ ամեն ինչ մեկնում են հիմա այսքան ինչ ասել այսինքն կնոջ հետ կապված ինչ որ մի բան է տեսել չեմ կարող ասել կոնկրետ ինչ բայց երբ որ բաժանվել է այդ կինը անարժեք կին չէ դες ինչ է գրված երբ որ նրա տնից դուրս գա ուրիշ մարդի լինի այսինքն նա կարող է ամուսնանալ բայց ամուսինը էլ երբեք չկարա նրան հետ ուսեն Ես ինչի եմ այս օրինակը բերեմ որ օրենքով թույլ է
բացատրելի էր ամուսնություն։ Ամուսնալուծվել է։ Բայց Հիսուս ասում է, դա մարդկանց խստասրտության պատճառով է։ Դա այդպես է, բայց թույլատրվում էր։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք սամարացի կինը ինքը ամուսնալուծված է, մի անգամ նորից իրան ուզել են։ Այսինքն նրան նորից ասել են չէ, ինչ կարող էր լինել, որ հա պատճառ էր դարել, որ ամուսնալուծվել եւ Տեր Հիսուս ասում է այն էլ որ ունես քոնը չէ, ինչա նշանակում բացատրեմ, այսինքն այս վերջի ամուսինը նույնպես բաժանվում է քեզնից, ինչի չեք մտածում այդպես, ես իրավական հարթություն եմ տանում եմ իրավական հարթություն, ամուսնական քաղաքացիական բանոյի մեջ ենք մտցնում ու տեսնում ենք խոսքը գնում է, որ այն վերջինն էլ որ կա պատրաստման բաժանվի, բայց դեռ չի բաժանվել։ Նա պատրաստման, նա չի գտնվում ինչ որ մի վայրում, ասում է գնա ամուսնուդ կանչի, դա հստակ ցույց է տալիս, որ նրա տեղը դու լավ գիտես, նա էլ քո տեղը գիտի, պատկերացնում ես, պորնիկ լիներ ու ասեր գնա կանչի վերջի մարդուն, որի հետ հարաբերվել ես։ Այն մարդը կգա, այս սա գալիս է, այսինքն երբ որ սա գա, ճիշտ է, չի տալիս որ եկավ, բայց երբ որ սա գա, Տեր Հիսուսը պատրաստ է նրա հետ խոսել, ոչ թե նրա մասին, որ դու այս կնոջ հետ խես պոռնկություն արել, այլ խոսել, որ այս կնոջ հետ ինչ մի արա, մի բաժանվիր, որտեղ դու կարիքը ունեք, ես այդ կարիքը լրացնում եմ, չգիտես ինչու սա չենք տեսնում եք որ նա պոռնիկ է, իսկ միգուցե կներեն բոլորը, մենք մեր էությունից ենք դրդված նրա մեջ պոռնկություն տեսնում։ Ռուսերենով ասում են каждый думает по-своему и спорт չեմստի, հա։ Չեմ ուզում ասեք Իվան։ Եվ գիտեք ահա որը դա է որ երբ որ մենք սա տեսնում ենք ու հարց առաջանում ինչու միտեղ Տեր Հիսուսը չի ասում դու պոռնիկ ես։ Նորից եմ ասում այդ վերջի մարդը ոնց կարա գնա նրա հետ Տեր Հիսուս ասում է գնա կանչի նրա հետ եթե նրանք շնություն չէ պոռնկություն են արել չի մտնում ոչ մի տեղ տրամաբանության հիմա հարց առաջանում ինչի կարիք կարող էր ունենալ այդ կինը որը պատճառ է դարել որ նրան հա որպես կին ուզել են բայց հետո բաժանվել են ինչը կարող էր պատճառ դառնալ ես վստահաբար ասում եմ հավանականություն չեմ ասում վստահաբար ասում եմ որ խոսքը բացատրում է ասում է քեզանում ինչ կբխի կյանքի ջրեր կբխի չէ ինչ է նշանակում քեզանում կյանքի ջրեր կբխի այսինքն փոփոխություն է կատարվելու այդ իմաստով ինչ որ բան է բխել հիմա դա չի բխելու ուրիշ բան է բխելու կյանքի ջրի գետեր բայց դա ինչ է նշանակում ջրի գետեր բխելը կնոջ համար ինձ հավատացողի փորից կյանքի ջրի գետեր պիտի բխի կնոջ ինձ հավատացողի Եվ մենք շատ անգամ այդ խոսքերը վերցնում ենք, շատ գեղեցիկ ձևով մեկնաբանում ենք եւ հավատում ենք, որ մենք նույնպես այդ խնդիրը ունենք եւ այդ խնդիրը մեր համարել է։ Մի քիչ տեղ վտանգավոր է, սիրելի բարեկամներ։ Ես նորից եմ այդպիսի պրովոկացիոն հարց տալիս։ Ինչ է իրենից դա նշանակում, որ քեզանից ջրեր կբխեն։ Փորձենք մի քանի հետաքրքիր մտքեր կարդալ։ Եսայա 51-րդ։ Ինձ լսեցեք, ով արդարության հետևողներ, ով Տիրոջ խնդրողներ, նայեցեք այն վեմին, որից դուք կտրվեցաք, այն հորի գուբին, որից դուք փորվեցաք, նայեցեք ձեր հայր Աբրահամին, ձեզ ծնող Սարային, որտեղ մեկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նրան օրհնեցի, նրան բազմացրի։ Ծնունդի հետ է կապված փաստորեն, հա։
ապրես։ Ծննդաբերելու Այ, այս խեղճ կինը չբերա։ հասկացա։ Այսինքն չբերություն ունի։ Նրան ասում է քո հարցը ես կլուծեմ։ Նրա քեզից Կյանքա դուրս գալու։ Իսկ մենք ինչ ենք վերցնում։ Խեղճ կնոջը օրնիկ ենք սարքել, քիչ չի ալը մի հատ չգիտեմ ինչ։ Հետն լեզու չեն թռչում։ Հա, այս կինը այն ժամանակներում այդպիսի հիմա էլ, չէ, մենք ոչ վաղ անցյալում գիտենք, որ շատ անգամ մարդիկ բաժանվել են, որովհետև չբերության համար։ Վաու։ Չբերության համար։ Այս կինը չբեր է։ Սա այն չբերներից մեկն է, որը Աստվածաշնչում նկարագրված է, չկա գրված, չէ որ դու զավակ ունես, չկա նկարագրված, նրա կարիքն ունի, նա դժբախտ է, չբեր կինը ամենադժբախտ մարդկանցից մեկն էր Իսրայել երկրում։ Նրան երեսից գցում էին, նա համարվում էր անիծված, սա ցավալի էր, մենք Աննայի դեպքը գիտենք, առաջ թագավորած առաջ գլխում է գրված Աննայի մասին, երբ որ Աննան չբերեր, երբ որ գնում է աղոտ քանելու տաճարում, աղոտ քանելը, որ Տերը իրեն օրհնի, դրա կարիքը ինքը շատ ուներ, եւ ինչն է ահավորը, այս կնոջ հետ կապված, ես համոզված եմ, որ այդ կնոջ հետ, որ Տեր Հիսուսը խոսում է, այդ կինը ասում է, մենք դուք ասում եք Երուսաղեմում մենք երկրպագում ենք այդ սարի վրա եւ ինքը այդ կինը մենք տեսնում ենք հոգեվոր հարցում շատ լավ էր ու ինքը դեմ չի հոգեվորին ոչ թե կարծես գիտեր այլ ինքը դրա մեջ էր եւ ինչ գիտենք որ ինքն էլ Աննայի նման չէր ուզի որ երեխա ունենար գնում էր սրբի դուր ոնց որ հիմա ասում է չէ ձև են ասում մի րոպե շատ մի հատ խառնվելա գլուխս թույլ մի հատ sense միջև հիմա ուր եկել ենք մի հատ sense կարճ մի րոպե ասեմ ինչ եմ հասկացել երբեմն մեզ խանգարում է մարդկանց հետ հարաբերություն հաղորդակցության մեջ այդ կեղտոտ հաշվարկները մտքերը մենք փորձում ենք նրա մասին կարծիք կազմել մեր կեղտոտ մտքերով եւ արգելքը հանդիսանում հասկանալ նրան եւ օգնել նրան այս դեպքում Հիսուսը շատ լավ հասկանում էր սա Փաստորեն հասկացա շարունակի իմ կինը հոգեբան հոգեթերապևտ իմ բարձանքն է եւ ես գիտեմ որ շատ բաներ իրանից սովորում եմ հոգեբանություն ճիշտ է ես չեմ սովորել բայց շփվում եք ուզես չուզես եւ հոգեբանության մեջ ինքը ներկայացնում է որ մարդը դիմացինի մեջ տեսնում է այն ինչը որ ինքն է ուզում տենում ինքը իր մեջ կա այսինքն մի րոպե մարդկանց հետ հաղորդակցության ժամանակ մենք կարանք բռնենք մեզ սխալ մտքերի մեջ այո եւ միգուցե ես շատ կարևոր եմ արտահայտում ես լրիվ հասկանում եմ Լիլիթը ինձ ներող լինի եթե հոգեբանության մեջ մտա իմ տարածքը չի հա հոգեբանության մեջ մտա մի ճեղտոտ ոտքերով ներողություն եմ խնդրում բայց որպես աստվածաբան ես հանգիստ կարող եմ ասել որ Տերը թույլ չի տալիս որ մեր կարծրատիպով, այսինքն մենք հստակ դասենք, սա այդպիսին է, սա այդպիսին է, սա այդպիսին է, մենք իրավունք չունենք, եթե մարդը չբեր է, նա անիծյալ չէ, եթե մարդը կույր է, նա անիծյալ չէ, նա չի մեղան չէ, գույրը չի մեղան Ինչ ես այդ աշկով նայում, ինչ ես այդ աշկով դատում Ինչի է քո մոտ միանգամից, քո մեջի մեղքը ինչի է անպայման սես դուրս գալիս ու ձևավորված պատկեր տեսնում Ինչի ենք ու կարծրատիպ է ստեղծում ու միանգամից Աշակերտները ասում զարմացան, որ Հիսուսը խոսում էր կնգա հետ Այդ
իրանց այդ մեջ Այս կինն էլ է զարմանում Այս կին ասում ոնց է դու ինձ ջուր ես ուզում հրյա լինելով սամարացուց ջուր ես Ես ուզում այդպես բան չեմ տեսել Հա ես եմ կին լրիվ Հիսուսը ասա Լսի, ես եկել եմ քո հարցը լուծելու Հալելույա Ես չեմ նայում ոչ մի կարծրատիպերի մեջ չեմ դնում Ես վեր եմ ամեն ինչից Ինչքան կուզենայի որ ես վեր լինեի ամեն ինչից Բոլորս վեր լինենք ամեն ինչից Եվ երբ որ ես բազմաթիվ անգամներ իմ խոսքի մեջ քարոզների մեջ կրկնում եմ դա որ ամենամեծ գործնեությունը որ աշխարհի վերջում մեր առաջ կդրվի դա է որ ես ինչպես եմ նայել մարդկանց Տեր Հիսուսը մի հատ առակ ունի մի հատ չէ շատ առակ ունի բայց մեկ առակ ունի Մատթեոս 25-րդ գլխում երբ որ ոչխարների ու այծերի հետ կապված ասում է երբ որ ես սված էի երբ որ ես ծարավ էի երբ որ անտումն է ահա բանտում էի ասում է դուք այդ որ այծերը ասում են Տեր քեզ երբ տեսանք մյուսներն ասում են որ ծառայություն չարինք ծառը քեզ տեսածնենք Ծառայինք Ես Աբրահամի մեջ Ոնց կարաս դու լինես իրա մեջ Էլի դու ոնց կարաս Մենք ես ուրիշ ձև էինք պատկերացնում Մկլոր, անտուն, սոված, Պրոբլեմատիկ Հիվանդ, բանտ ընկած Տեր Հիսուս ասում է Ես մեկի մեջ եթե ինձ տեսել ես Ինձ ես տեսել Կարեն եղբայր Մի հատ էլ բան հիշեցի Հիսուսի խոսքերից Ինչ դատով որ դատես, նույն դատով կդատվես։ Մենք դա միշտ կապել ենք խոսքի հետ, բայց ստեղ խոսքի հարց չի, ստեղ մտածողության, վերլուծության։ Մարդու կյանքը մենք սիրում ենք վերլուծել։ Միշտ մարդը սիրում ավելի վերլուծել մարդու կյանքը եւ շատ դաժան չափորոշիչներով։ Երբ որ հարցը իրանն է, դաժանով չի վերլուծում։ Շատ թեթև, փոքր, բայց երբ վերաբերվում է մարդու, մենք դաժանաբան ենք լուծում, որի արդյունքը ստանում ենք այս կարծրատիպերը, մեզ արգելում է Հիսուսին ճանաչելու։ Այո, մի հատ հետաքրքիր խոսք կա, որ շատ ճիշտ է։ Հետաքրքիր խոսքը որն է, տարիներ առաջ քարոզել եմ մի 20 տարուց ավել Գորիսում, որ պետք է մենք մեր սրտերը քննենք, քույրերից մեկը ասեց Ինչն է հետաքրքիր, որ Տերը ասելա դուք ձեզ սրտերը քննեք, բայց մենք ուրիշներին ենք քննում, դրա մասն է խոսում, որ դուք ինչու իրավունք ունեք ուրիշի սիրտը քննելու։ Ասում եմ, բա որ թույլ տար մենք ուրիշի սիրտը քննենք, երևի բիզը կառնենք կգնանք նրա սրտի մեջ։ Տիրոջը որ Տերը միայն Տերն է սրտեր քննում։ Բայց մենք ինքներս պրոֆեսիոնալ սրտեր քննող մեզ համարում ենք ու միշտ կարծրատիպ ու սխալվում ենք միշտ սխալվում ենք այո դրա համար Տեր Հիսուսը Հովհաննեսի ավետարանում մի քանի անգամ ասում է դուք աչքի երևույթով եք դատում հենց դրա մասն էր այսօրվա իմ ամբողջ նյութը որ մենք աչքի երևույթով ենք դատում եւ այդ կնոջը մինչ օրս շատ աստվածաբան մեկնում է զղջում եմ ես եմ այդպես բանը Ժողովուրդ, որտեղ է գրված, որ նա մեղանչել է, որտեղ է գրված, չէ, բոլորս ենք մեղավոր, դրան չնայենք, բայց որտեղ է գրված, որ նրա մարդիկ եղել են պոռնիկության պատճառով, որ այս մի մարդն էլ, այս գիշերա նրա հետ բան պոռնկացել, չկա այդպիսի բան, խնդրում եմ, հեռու մնացեք այդ վերլուծությունից, դա աստվածաշնչյան միտք չի, չկա չի կարելի գոյություն աստվածաբանության մեջ տերմինաբանություն էքզեգեզան այսինքն վերլուծել մենք հիմա չարիք ենք անում այսինքն մի ուրիշ աստվածաբանություններ կա որը այսօր քրիստոնյաները շատ են օգտագործում էյսեգեզա այսինքն ներմուծել իրանց պատկերացումը ներմուծել ու այդպես անկալելի դարձնել համայնքներին Սիրելի բարեկամներ մեզ Նելի քուրը մի բան հիշացրեց կներես Կարեն ջան դրա համար է Տեր Հիսուսը բազմությանը ասաց ով արդար է թող առաջին քարը նետի նրա վրա նկատում ես որ այստեղ անգամ եթե բռնվել էր մեղքի մեջ
Տերը նորից ուրիշ աշկով անան, գիտեմ, մաքուր աշկով, ինչ մաքուր է, չէ, ինչ թափանցիկ է։ Ես կուզեի ասել հաջորդ հանդիպմանը խոսելու եմ այդ կնոջ հետ կապված, շնորհակալություն, ես արդեն այսօր ասել եմ, չէ, եւ այնտեղ էլ շատ կարծրատիպեր կա, որ ուզում եմ կոտրել, որտեվ ով ամեղնակարը գցի սխալ մեկնությունա, ինչ պահով մենք հաջորդ հանդիպումը կիմանանք։ Դա խոսքի գովազդեր։ Դու մոտիվացնում ես, որ այո։ Ուրեմն մենք արագ պետք է գնանք առաջ, ժամանակը վերջ, կլոք։ Ուրեմն սիրելի բարեկամներ, ինչ ենք տեսնում։ Այդ կինը Տեր Հիսուսից լսում է ամենակարևոր բանը, ասում է Տեր Հիսուսը լսի, դու չես հասկացել, բայց պետք է հասկանաս 23 համար, բայց ժամանակը կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունը կերկրպագեն հորը, այսինքն երբ որ դու այդ քո կարիքը լուծելու համար ուղղակի հորը մոտենաս առանց մի ճանապարհ անցնելու, այսինքն ոչ մտածես ոնց գնամ Երուսաղեմ ուխտավորության, ոնց գնամ լեռը ոնը մոռացա այդ լեռան որտեղ լավներով կլնեք, որտեղ իրաց տաճարը, մի չէ որս էլ իրենք դեռ շարունակում են այնտեղ։ Մորիայի։ Չէ, այդ Մորիան Երուսաղեմին էր, իրանց տարածքում։ Հերա Գերազին անները մոռացա, ներող կլնեք։ Վերջը, որ կարդա 27-րդ գլուխը, երկրորդ օրինաց այնտեղ անունները կա։ Չեմ հիշում։ Շուտ հազար։ Լավ, գնանք։ Այսինքն Տեր Հիսուս ասում է դու հիմա խնդիր չունես, դու ուղղակի կատարի քայլը։ Կին ասում է գիտեմ որ Մեսիան պիտի գա, երբ որ նա գա ամեն բան կպատմի։ Մեզ կպատմի, ինքը համոզված է որ Մեսիան գա, հրյաների նման չի մոտենալու, ուրիշների նման չի մոտենալ, որոնց ասելու է սատանա եք, սատանա դև ունեք։ Ասում է ես գիտեմ որ Մեսիան մեզ ուրիշ աչքով է նայելու։ Բան չի անելու, տարբերություն չի դնելու։ Մի հատ ուրիշ բառ կա դրան։ Հա։ Հիսուս ասում է Ասում ես սևելի ու կինը հասկանում է հայել ինքն տարբերություն չի դրել իսկան ժամանակ իր հետ խոսում է իրեն չի նայել որպես անիծված անկողմնակալ իրեն նայել է որպես մի կարևոր անձ որի հետ կարելի է շփվել կինը գնում է պատմում է որ ես ինչ որ արել եմ այդ խոսքերը մարդիկ վերցնում են ասում են ուրեմն ինքը մեղքեր է գործել որ արել է ես հասկանում եմ մարդկանց մեծ մասամբ, որովհետև մարդկային միտքը անդադար փնտրում է թե ինչ սխալ, ինչ ճիշտ։ Մենք մի հատ կատեգորիայի մեջ ենք գտնվում, որ մենք ուզում ենք միշտ սև ու սպիտակի անել ամեն ինչը։ Հա։ Դրախ դժող, ես ինչ ուղղամ։ Դու դժող, դու դրախ։ Այն դեպքում, որ մենք դրա իրավասությունը չունենք, որտեղ մենք չենք դատողը, ընդհանրապես մենք այդ ֆունկցիայի մեջ չենք մտնում, հավերժական դատարանի, եւ երբ որ մենք մարդկանց նայում, մենք պետք է ուղղակի նայենք Քրիստոսի աչքերով, այդ կինը տես ինչ կարիքով ասում, Մեսիան որ գա, մեզ ինքը իր մեջն է մտնում, որ ինձ էլ Մեսիան ուրիշ աչքով նայելու, չի նայելու ջոգող աչքով, հա, եւ սա հետաքրքիր է այնքանով, որ երբ որ աշակերտները գալիս են, ասում են ռաբի գեր էլի ինչ որ հաց ենք բեր մեզ ուղարկեցիր հաց բերել այսքանով գնացել ենք կոմար հաց բերենք դու չես ուտում հա չէ ես ուղակի ինչ ուրախություն էր ապրում տերը
Տերը ուրախություններ ապրում։ Ես կուզեի որ այսօր մենք ինքներս որպես քրիստոնյաներ սև ու սպիտակի չանենք, փորձենք մարդկանց չտանել շատ անգամ ոչ թե սև ու սպիտակի, այլ մի բանի չտանենք միշտ սևի, դուք սևերն եք, այդ ասեցի հիշեցի մեր քաղաքական Հայաստանում քաղաքական մթնոլորտն էլ սևեր սպիտակներ իրանց խոսքն էլ էր եղել նախկիններ ներկաներ, որը ստորություն է, մենք իրավունք չունենք ստոր լինելու եւ սևերի այդ փաթեթը եթե Տերը ընդունում է ասма Պողոսն գրում ասма Աստված իր սերը հայտնեց այն ժամանակ երբ որ դեռ մենք մեղավոր էինք այսինքն դեռ երբ որ մենք սևերի փաթեթում էինք Աստված մեզ նայելա որպես սպիտակ ինչ իրավունք ունենք մենք այդ փաթեթը պահպանելու անդադար իրար նայելու որպես սև կամ սպիտակ դա էլ նույն սխալն է բնա ես դա ասեցի չէ մենք դրա համար այն գույրին որ ասում են Տեր նայա մեղան չէ թե նրա ծնողները միանգամից սպիտակավորում են որ նա սև է հաստատ սև է նրան ոչ միտեղ որ Տեր ասում են նա ոչ նայա ոչ նա ոնց այսինքն երրորդ տարբերակներ կա այսինքն ուրիշ գույներ էլ գույություն ունեն շատ լավ ասեցի բարձում է գույություն այսինքն մենք փորձենք հնարավորինս դա անհնարինն է շատ անգամ մեզ համար որտեվ ինքան են թաթախվել այդ սատանայի ներմուծած գաղափարախոսության մեջ, որ մենք չենք կարողանում մարդկանց նայել ուղղակի մարդ Աստծո ստեղծը կարող ենք նաև այսպես բնութագրել այս երևույթը տես երբ որ մենք ասում ենք Քրիստոսի պատկերին կերպարանակից լինել կամ նմանվել Քրիստոսին մենք մեր մեջ շատ հաճախ այսպեսի բան է ասոցացվում ձեռք դնել դևերը փախնեն հա մեռածը հարություն առնի հիվանդը բժշկվի լավ բան է վատ չի այդ դա էլ ունենալ բայց այս կոնտեքստի մեջ նկատում ենք որ Հիսուսի նման լինել նշանակում է հակված լինել օգնել մարդուն հակված լինել լավատես լինելու հակված լինել արդարացնելու ճանապարհներ գտնել ես գիտեմ ինչ եմ ասում ոչ թե մեղադրանք ներկայացնել մահապատժի դատապարտել այլ լինել փաստաբան ասենց ասած կամ ինչ են ասում հա դա ինքն է փաստաբան դու այդ մարդու փաստաբան եղի ոչ թե մեղադրողի դիրքում այլ մի ուրիշ բառեր կա դրան մարդ որը վճարում են որ բան անի իրան արդարացնի ինչ են ասում փաստաբան չէ հա յուրիստը փաստաբան դու այսինքն Քրիստոսի կերպարը հենց այդ կերպարն էր նա ոչ թե միայն խաչի վրա մեզ արդարացրեց այլ նա այդ գործ անում էր անգամ երկրային կյանքում նա ամեն դեպքում փորձում էր արդարացնել իսկ մեղավորի հետ կապված մենք կարդում ենք Հովհաննես 5-րդ գլուխը ես չեմ ասում մեղքը արդարացնել ես այնց է ուզում ասել իսկ մեղավորի հետ կապված Հովհաննես 5-րդ գլուխը Հովհաննես 8-րդ գլխում երբ որ օրինակ 38 տարվա հիվանդին ասում է գնա ու այլևս մի մեղանչիր նա մեղ գործած է լինում դրա համար ասում մի մեղանչիր օգնում է շատ լավ ես ասում է կնոջն էլ ասում Ես դրամար 8-րդ գլուխն եմ ասում եւ 8-րդը գնա մի մեղանչի այստեղ կնոջը չի ասում որտեվ նա չի մեղանչել բայց դա մի կողմ դրած Տեր Հիսուսը
հետաքրքիր մի քայլ կատարում, որ դիմացինի ով որ ուզում է Աստծո պատկերով ու նմանությունով լինի, նախ եւ առաջ պետք է կարողանա հասկանալ մի բան։ Ես այդպես եմ տեսնում Տիրոջ խոսքերում, որ դու այն ժամանակ ես Աստծո պատկերով ու նմանությամբ, երբ որ դու մեղքին մեղք ես ասում, բայց եւ նույն ժամանակ մեղավորին մեջ տեսնում ես Աստծուն։ Երբ որ դու այդ աչքերը ունես, ոչ թե ինքնախապեյությունով ես պատմում։ Դա բնույթ է, Կարեն ջան, դու ես չեմ կարող դա տեսնում եմ, չէ, քո դա բնույթ է ձևավորվում։ Քո մոտ, երբ որ դու առանձին ես լինում, ասա Դեր, մի հատ բաց տեսնամ, ես ոնց եմ մարդկանց նայում։ Օրինակ, Աբրահամ, ես ոնց եմ նայում։ Դու առանձին դու քեզ որ դատես, հա, դու քեզ դատես, դու նայի, տես, եթե դու չես կարողանում Աբրահամին նայել այդ աչքերով, դա ահազանգ է, որ պատկերի մեջ չես։ Ավելին խիստ բան ասեմ, քո վերստին ծնունդը հարցականի տակ է։ Դե եթե պատկերի մեջ չես, ուրեմն վերծնունդ չունես։ Կարա հասունանալու process լինի, որ դու փոխվես, նկատես, որ հայացքները փոխվում է, նորմալ է, բայց եթե տարիներով դու եկեղեցու մեջ ես եւ նույն կերպես վերաբերվում մարդկանց ինչ որ աշխարհիկ իրականության մեջ, դա լուրջ է շատ։ Պետք է վերանայենք։ Դրա համար ես կուզեի ավարտել այդպես, որ մեր հոգով եւ ճշմարտությունով լինելը, որը մենք այս տողերի մեջ տեսնում ենք, որով շատ անգամ շատ քարոզի նյութեր են դառնում մարդկանց, հոգով եւ ճշմարտությունով լինելու չափանիշը դա է, երբ որ դու մարդկանց մեջ դու տեսնում ես մարդ Աստծո ստեղծագործություն, Աստծո պատկեր։ Այո, եւ դու մեղքը նույնպես տեսնում ես։ Սա ճշմարտությունից է։ Հա, եւ դու ես, սա է ճշմարտությունը, հա։ Հոգի բառը երկնային է նշանակում։ Եթե ինչ որ մեկ ուզում է ասում պաշտի, ինքը պետք է երկնային լինի։ Երկնային, այսինքն երկնային ստանդարտները այդպիսին են։ Հիսուս այդ կնոջ ասավ, արի բալես, դու երկնային ստանդարտների մեջ գնա։ Ինքել ես ինչերի, քեզ այս ցերեկով մարդիկ չեն ուզում տեսնան, դրա համար ցերեկով եկել ես ջուր տանելու, քեզ նեղություն են տալիս, անդադար փսփսում են, այն չվերը գնաց, այն անհաջողը կգնաց, հա, բայց ինքը այդ կինը համոզված եմ եղել է շատ խելացի, շատ գրավիչ, այսինքն ոչ թե որպես կին, հա, ինչ որ գեղեցկություն ունեցել, որ գրավիչ է, ուզել են առնել, խելացի է եղել, որ հա ուզել են, այսինքն ինքը եղել է ինչ որ գործունյա, որ հա ուզել են առնեն։ Դրա համար ցավոք փաստում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք այդպիսի մարդուն մինչև օրս սարքել այնպիսի դիվահար, ինչպես այն ժամանակ հրյաներն էին ընդունում։ Հիմա հարց, մենք փարսեցներից ինչ-որ բանով տարբերվում ենք։ Իհարկե ոչ։ Երբ որ մենք նույն ձևով ենք նայում ինչ-որ իրանք նկատում ես ինչ խոսքի բերեցի ու հասցրեցի։ Կարեն ջան, ես սկսեցի սիրել ես սամարացի կնոջ կերպարը ավելի ու իրոք սա մեծ դաս է մեզ համար, որ սովորեցինք ճիշտ Հիսուս մի տեղ ասում է, եթե դատում եք, ճիշտ դատեք, պսիխոսկեր ունի և մենք ուրիշ չափ որոշիչներով պետք է դատենք, եթե դատում ենք, որտեղ դատողությունը դա նաև վերլուծություն է, չէ, վերջին հաշվով, չենք կարա չդատել, մարդը եթե չի դատում, դադարում է մարդ լինելուց, մարդը պիտի դատի, ամեն ինչը պետք է վերլուծի, բայց ճիշտ չափորոշի, երկնային չափորոշիչով, այդ իմաստով լրի ճիշտ ես, կարևոր մի պահ, Աստված որ մեզ ստեղծել է, գրված է Աստծո պատկերով ստեղծել, չէ, Աստված բառը այնտեղ Էլոհիմն է, Էլոհիմը ամբողջ 5 տակարանյան էջերում դատավորի կերպարն է, դատավոր բառն է, այսինքն մեզ դատավորի կերպարով է ստեղծել,
Մենք պարտավոր ենք, բայց երբ որ Հիսուսը ասում է տես 7-րդ գլխում հենց Հովհաննեսի որ աչքի երևույթով եք 24 համարը աչքի երևույթով մի դատեք այլ ուղիղ դատաստան արեք հենց այնպես չի ասում այդ ուղիղ դատաստանի մասին Ղևտացիս 19-15-ում ասում է դատաստանի մեջ անիրավություն մի անեք աղքատին երեսապաշտություն մի անիր մեծին մի շողոքորթիր քո դրացուն արդարությունով դատիր այսինքն սա է Փաստորեն երկու տարբերակ ունենք եթե ես մի հատ նոր թեմա եմ բանանում բայց չպետք է վերջացնենք արդար դատելը ուղիղ կապ ունի արդար լինելու հետ մենք արդարացված ենք բայց դեռ արդար պետք է լինենք ես դա նայ Քրիստոսով մենք արդարացված ենք, բայց դա չի նշանակում, որ դեռ արդար ենք։ Այսինքն մեր գործողությունները լավ հեռու գնացիր ու շախումա տարիր։ Այո։ Հենց արդար լինելը նաև նշանակում է արդար դատել։ Դուղակի յանալի մի կասար, որ դու դառնում է ոնց կարող եմ իմանալ, թե դու արդարացված ես Քրիստոսով, երբ որ դու արդար չես դատում։ Ես խոսքեր չկան ստեղ միայն աղոթքի եւ ապաշխարության կարիք կա լուրջ կարիք ունենք արդար դատելու կարիք ունենք Կարեն եղբայր շնորհակալ եմ այս թեմայի համար Տեր օրհնի քեզ շատ եւ ես իմ դասը սովորեցի իրոք սովորեցի քո աղոթքով ավարտենք մեր Փառքի Աստված մեր Հայր, որ երկնքում ես, շնորհակալ ենք քո բազում ողորմությունների համար, որ դու մեզ ողորմել ես եւ սիրել ես դեռ, երբ որ մենք մեղքի մեջ ենք։ Խնդրում ենք օգնիր մենք էլ կարողանանք մեղավորին այլ աչքով նայել։ Այո, մեղքը ատել, բայց մեղավորին սիրել։ Քո որդու անունով ենք խնդրում քո Սուրբ Հոգին մեզանից մի վերցրու, երբ որ տեսնում ես սխալ դատ ենք վարում։ Փառք ու պատիվ քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Կարեն ջան, հաջորդ թեման արդեն ունենք Հովհաննես 8-րդ գլուխ։ Հովհաննես 8-րդ գլուխ շատ լավ թեմա է։ Տեսնենք Տերը ինչ անում սովորացնելու։ Օրերը խնդրեմ։ Հա, սիրով եղբայրս։ Սելի քորեր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը հուսամ միտք առանք եւ վերցրեցինք այսօրվա մեր բաժինը եւ ուշադրությամբ հետևենք այն գործընթացին, ինչ որ Տերը անում է մեր կյանքի մեջ, նմանվենք Տիրոջը, նաև այս կոնտեքստի մեջ։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Կարեն ջան, շնորհակալություն։ Նմանապես հաջողություն։ Հաջողություն։